Ես պատրաստում եմ բացատրել, թե ինչու է քո աշխատավարձը հաշվարկված այդքան ճշգրիտ։ Ընկերությունները նախկինում լավ էին վճարում աշխատողներին, քանի որ ծաղկող միջին խավը, որը ուներ ծախսելու փող, լավ էր ընդհանուր տնտեսության համար։ Մարդիկ գնում էին տներ, մեքենաներ, ապրանքներ եւ բոլորը շահում էին։ Բայց ինչ որ պահի ամեն ինչ վերածվեց վայրի շրջադարձի։ Ընկերությունները հաշվարկեցին թվերը եւ հասկացան, որ կարող են քեզ վճարել հենց այնքան, որ գոյատևես, բայց ոչ այնքան բավարար, որ փախչես։ Հենց այնքան, որ վարձավճար տաս, բայց չխնայես։ Հենց այնքան, որ ուտես, բայց չներդնես։ Հենց այնքան, որ շարունակես գալ, բայց որ երբեք բավարար չլինի հեռանալու համար։ Սա պատահական չէ։ Սա մաթեմատիկական ճշգրտություն է։ Նրանք քեզ պետք է կախված պահեն այդ աշխատավարձից։ Եթե չափից շատ հարմարավետ դառնաս, կարող ես հեռանալ, կարող ես սկսել մրցակցել, կարող ես ինչ-որ բան կառուցել։ Այդ պատճառով նրանք քեզ պահում են սթրեսի գոտում, աշխատավարձից աշխատավարձ, մեկ արտակարգ իրավիճակով ավերածությունից հեռու։ Եվ ահա ամենասարսափելի մասը։ Նրանք դա անվանում են աշխատավարձի օպտիմիզացիա։ Նրանք ուսումնասիրել են եւ հաշվարկել են հենց այն նվազագույն գումարը, որը կարող են վճարել քեզ, որպեսզի դու դեռ մնաս աշխատանքի մեջ, բայց չկարողանաս հեռանալ կամ փախչել համակարգից։ Եվ ցանկացած մեկը, ով հասկանում է կապիտալիզմը, գիտի, որ կորպորացիաները քեզ որպես մարդ չեն տեսնում։ Նրանք քեզ տեսնում են որպես ռեսուրս, որից առավելագույն արժեք պետք է հանեն նվազագույն ծախսերով։ Դու չես ձախողվում, քեզ կառավարում են։ Հիմա քեզ բացատրելու եմ, թե ինչու ես միշտ հյուծված լինում։ Քո աշխատանքը ոչ միայն ժամանակդ է վերցնում, այլ հատուկ նախագծված է, որպեսզի քեզնից հյութի պես քամի ամեն կաթիլ էներգիա, որպեսզի դու ուրիշ ոչինչ չկարողանաս կառուցել։ Մտածիր, տասնամյակներ առաջ մեկ աշխատանքը բավական գումար էր տալիս, որ դեռ էներգիա մնար ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու, հոբբիներով զբաղվելու, գուցե կողքից ինչ-որ բան կառուցելու։ Հետո ինչ-որ բան փոխվեց։ Ընկերությունները հասկացան, որ եթե քեզ պահեն չափազանց զբաղված, սթրեսի մեջ, հոգնած, դու երբեք մտավոր ուժ չես ունենա մրցակցելու նրանց հետ։ Տուն ես գալիս տապալված, 3 ժամ համացանց ես ոլորում, որովհետև ուղեղդ չի աշխատում։ Հետո անջատվում ես եւ նորից նույնը։ Դա թուլություն չէ, դա մտածված է։ Նրանք պետք է քեզ այնքան հյուծեն, որ նոր հմտություններ սովորելու ուժ չունենաս, բիզնես սկսելու էներգիա չունենաս, ուժասպառ լինես, նույնիսկ աշխատանքը թողնելու մասին մտածելուց։ Որովհետև հենց որ էներգիա ունենաս, դառնում ես վտանգավոր։ Սկսում ես հարցեր տալ, այլընտրանքներ կառուցել, տարբերակներ ստեղծել։ Եվ ցանկացած մեկը, ով հասկանում է, թե ինչպես են աշխատում կորպորացիաները, գիտի, որ աշխատակիցների տարբերակներ ունենալը վերջին բանն է, ինչ նրանք ուզում են։ Հոգնած աշխատողը գերի աշխատող է։ Դու ծույլ չես, դու ռազմավարականորեն սպառված ես։